Բարև ձեզ հարգելի բարեկամներ, Նյու Յորքի արձագանք հեռուստաընկերությունը սկսում է իր հերթական հաղորդումը։ Նշենք, որ մեր ծրագրերը կարող եք դիտել նաև YouTube-ով։ Նախքան սկսելը մի մոռացեք բաժանորդագրվել մեր ալիքին։ Հավանեք, մեկնաբանեք, կիսվեք, եթե իհարկե ուզում եք, եւ միացրեք ծանուցումների կոճակը, որպեսզի բաց չթողնեք մեր ծրագրերը, քանզի դրանք պատրաստվում են ձեզ համար։ Միացյալ Նահանգների Սենատի 27 անդամ, որոնց գլխավորել են Էդ Մարկին եւ Շելդոն Ուայթհաուսը, Սենատի դեմոկրատական խմբակցության առաջնորդ Չակ Շումերը աջակցությամբ դիմել են պետքարտուղար Մարկո Ռուբիոին, հորդորելով անհապաղ եւ առանց նախապայմանների ապահովել Ադրբեջանի կողմից պահվող բոլոր հայ ռազմագերիների եւ քաղաքական գործիչների ազատ արձակումը։ Նրանց նամակում կոչ է արվում Թրամփի վարչակազմից պահանջել միջազգային դիտորդների մուտք Բաքվում անցկացվող կասկածելի դատավարություններին եւ կիրառել Global Magnitsky պատժամիջոցներ մարդու իրավունքների խախտումների մեջ ներգրավված ադրբեջանցի պաշտոնյաների նկատմամբ։ Միացյալ Նահանգների համար եւ բարոյական եւ ռազմավարական հրամայական է ստիպելու Ադրբեջանին ազատ արձակել անօրինական կալանավորված հայ գերիներին եւ ապահովել, որ տարածաշրջանային խաղաղությունը հիմնված լինի պատասխանատվության, արդարության եւ Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի վերադարձի հիմնարար իրավունքի վրա, ասված է պետքարտուղար Մարկո Ռուբիոին ուղղված նամակում։ Նյու Յորք մետրոպոլիտեն շրջանի արձագանք հեռուստաընկերությունը նոր վեբսայթ ունի։ Հաճախելով արձագանք.tv.com կայքը կարող եք տեսնել մեր հաղորդումները աշխարհի տարբեր անկյուններից, լինի դա բջջային հեռախոսով թե համակարգիչով։ Կարող եք դիտել մեր հաղորդումները, ստանալ տարբեր տեղեկություններ եւ նորություններ։ Միևնույն ժամանակ կարող եք տեղադրել ձեր գովազդը կամ քլիպի տեսքով կամ ուղղակի բիզնես քարտը։ Քանզի ամեն շաբաթ հաղորդումները ուղարկվում են հազարավոր մարդկանց։ Արձագանքի հաղորդումները կարելի է փնտրել նաև YouTube-ով, Facebook-ով, Instagram-ով։ Արձագանքը աշխատում է ձեզ համար։ Ավրորա մրցանակի շնորհման արարողության ժամանակ Ավրորա մրցանակենտրող հանձնաժողովի անդամ իրավահավասարության հարցերի պաշտպան Փոլ Փոլմանը խոսել է Ավրորայի համահիմնադիր, բարերար եւ գործարար Ռուբեն Վարդանյանի մասին, ասելով, որ նրան ապօրինաբար անազատության մեջ են պահում Ադրբեջանում։ Նա նշել է, որ Վարդանյանը մարդկությանը հիշեցնում է, որ նպատակը ավելի զորեղ է, քան պատիժը։ Մեր ժամանակների մեծագույն անարդարություններից է, որ մարդկային ազատության համար այսպիսի հարթակ կառուցած մարդուն զրկել են ազատությունից, ասել է Փոլմանը։ Խոսելով Վարդանյանի ժառանգության մասին, Փոլմանը նշել է, որ չնայած Ռուբենի բացակայությունը խորապես զգացվում է, սակայն նրա ոգին շարունակում է ոգեշնչել Ավրորային, շարունակելու իր աշխատանքը հանուն արդարության հաստատման։ Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպությունից ԵԱՀԿ-ից հայտնել են, որ Մինսկի գործընթացը եւ դրա հետ կապված բոլոր կառույցները ավարտում են իրենց գործունեությունը։ Ըստ կազմակերպության, գործընթացը կավարտվի մինչեւ 2025 թվականի դեկտեմբերի 1-ը։ Այդ քայլը կատարվել է հիմնվելով Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների համատեղ նամակի վրա, հիմնվելով Ադրբեջանի նախագահի եւ Հայաստանի վարչապետի որոշման վրա։ Որոշման համաձայն դադարեցվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը, որը ի դեպ ստեղծված էր Արցախի հակամարտությունը խաղաղ բանակցություններով լուծելու համար։ Հարգելի բարեկամներ, սիրով տեղեկացնում ենք ձեզ, որ Նյու Յորքի Քուինս շրջանի մեր հաղորդումները ցուցադրվում են ամեն կիրակի ժամը 3-ին եւ ամեն երկուշաբթի երեկոյան ժամը 9-ին ալիք 34-ի վրա։
Արցախի խորհրդանիշ դարձած «Մենք ենք մեր սարերը» տատիկ պապիկի արձանը Ադրբեջանի կողմից վանդալիզմի է ենթարկվել, գրել է X-հարթակի իր միկրոբլոգում թայիշ լրագրող Ռահիմ Շալիևը։ Նրա ներկայացված տեսանյութում արձանի վրա առջևի հատվածում երևում են ադրբեջաներենով արված ոչ պատշաճ գրառումներ։ Արձագանք հեռուստաընկերությունը կազմակերպում է ճանապարհորդություն դեպի Հայաստան։ Ինչպես վկայում են նախկինում մեզ հետ ճամփորդածները, դուք կհանգստանաք թանկարժեք ու հարմարավետ հյուրանոցներում։ Ամեն օր կճաշակեք բազմատեսակ ուտեստներ առաջնակարգ ռեստորաններում, կվայելեք հայկական երաժշտությունը ու պարը։ Մեր շրջապտույտի շրջանակներում դուք կայցելեք Հայաստանի տեսարժան վայրերը, կհաճախեք թատրոններ և համերգասրահներ։ Մեզ հետ բոլոր պայմանները ստեղծված են ավելի գողտրիկ խմբով և ավելի ջերմ միջավայրում լավագույն հանգիստը անցկացնելու համար։ Զանգահարեք արձագանք հայկական հեռուստաընկերություն և վստահ եղեք, որ մենք ձեզ համար նախապատրաստել ենք Հայաստան մեկնելու լավագույն ճամփորդության ամենահարմարավետ պայմանները։ Թուրքական պետությունների կազմակերպության անդամ երկրների համերաշխության ֆորումի ժամանակ Թուրքիայի ներքին գործերի նախարարության քաղաքացիական հասարակության հետ կապերի գլխավոր վարչության փոխտնօրեն Օզջան Այգյունը հայտարարել է, որ Զանգեզուրի միջանցքի լիարժեք գործարկումը պատմական իրադարձություն է դառնալու և էական ազդեցություն է թողնելու ինչպես տարածաշրջանային, այնպես էլ համաշխարհային տնտեսության վրա։ Եթե Սյուեզի ջրանցքի բացումը մեծ առավելություններ է տվել տարածաշրջանի երկրներին և գլոբալ տնտեսությանը, ապա Զանգեզուրի միջանցքը կդառնա տարածաշրջանային տնտեսության լուրջ փոփոխությունների սկիզբ և թուրքական պետությունների միավորում, շեշտել է Օզջան Այգյունը։ Discover the magic of mVideo Photo. Looking for high-quality video and photo services for your event? At mVideo Photo, we combine exceptional quality with reasonable prices for a seamless experience. That's why you should choose us. Our talented team delivers seamless storytelling, creating personalized packages for your special moments. With over 5,000 happy clients and a perfect 5-star rating, we've been in business since 1996, creating unforgettable memories. We offer unbeatable prices with packages starting at just $495. From video and photo to drone, photo booth, live streaming, and displays, we've got all your event needs covered. Whether it's a wedding, christening, birthday, bar and bat mitzvah, and more. Serving New Jersey, New York, Connecticut, Westchester, Pennsylvania, we offer flexible pricing with no travel or rescheduling fees. Choose from a variety of products to fit your budget. Mix and match to create your perfect package. Contact us today and use the code FAMILY to save big and make your event unforgettable. Հայաստանում 2025 թվականի առաջին 6 ամիսներին ժամանակավոր կացության կարգավիճակ է ստացել 1915, իսկ մշտական կացության 1775 օտարերկրացի։ Ժամանակավոր կացություն են ստացել 474 Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ, 466 Հնդկաստանի քաղաքացիներ։ Մշտական կացության կարգավիճակ ստացած օտարերկրացիների ցանկը ևս գլխավորել է Ռուսաստանի Դաշնության քաղաքացիները, որոնց թիվը կազմել է 970։ Քիչ չեն նաև մշտական կացության կարգավիճակ ստացած Վրաստանի, Սիրիայի և Ուկրաինայի քաղաքացիները։ Արձագանք հեռուստաընկերությունը ձեզ է ներկայացնում իր բազմապիսի ծառայությունները։ Պատրաստել վիդեոկլիպներ արվեստագետների, երգիչ երաժիշտների, մասնավոր բիզնեսների համար, որով կարող եք գովազդել ձեր գործունեությունը տարբեր տեղերում։ Արձագանքին կից գործողային վիդեոֆոտոստուդիոն նկարահանում է հարսանյաց ծննդյան մկրտության և այլ անձնական տոնակատարություններ։ Վիդեո և ֆոտո պատրաստում է գեղեցիկ ալբոմներ, շնորհակալական քարտեր։ Արձագանքը սիրով կարող է շնորհավորել ձեր կյանքի հիշարժան իրադարձությունը իր հեռուստաէկրանից, հաճելի պահեր պատճառելով ձեզ և ձեր հարազատներին, այնպես որ հիշեք, արձագանքը իր բազմապիսի առաջարկներով սպասում է ձեզ։ Իսկ այցելելով www.ainvideophoto.com կարող եք ծանոթանալ վերջին աշխատանքներին սինեմատոգրաֆի ոճում։ Այսքանով ամփոփում ենք մեր հաղորդումը։ Ամբողջական հաղորդումը կարող դիտել www.արձագանք.tv.com կայքում։ Կհանդիպենք հաջորդ շաբաթ։